Իմաստուն խրատներ Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան Մարգարեական խոսքերը և աղոթքը հավատացյալի ցանկությամբ չեն կատարվում, այլ Աստծու կամքով օգտագործելով իր ընտրյալների բերանը, Սուրբ Հոգու միջոցով խոսելով նրանց անձի միջոցով, ինչպես եղել է իր աշխարհի ստեղծման ժամանակ, որպեսզի դրանով ինքը պատասխանի իրեն աղաղակող ժողովրդին Երեմիա Եղիա Եսայի Աստված երկրի վրա իր ծրագիրը իրագործելու համար խոսեց Որդու և Սուրբ Հոգու հետ, երբ ասաց. «Մարդ ստեղծենք մեր պատկերով»։ Իսկ Սատանան իր չար ծրագրի համար օգտագործեց մարդուն, նրա հետ խոսելով. «Թող մարդկանց և աշխարհի միջից աշխարհիկը վերանա, և դրա փոխարեն աստվածայինը երևա»։ Հիսուսի մեծագույն աշխատանքը այս երկրի վրա եղավ Հայր Աստծո սիրո փոխանցումը մարդկանց։ Իմ հոգին դառնացած անցյալից, դրա համար գալիս եմ դեպի քեզ, Հիսուս, դու ես կենդանի ջուրը, որ մաքրում է մեղավոր անցյալի հետքերը, Հիսուս, դու ես կենդանի հացը, որ սնում է սոված հոգիները։ Տերը սիրեց սիրողներին, Տերը ներեց ներողներին, արդար ու ճշմարիտ է մեր Տերը, որ մեզ տվեց իր անսահման սերը։ Տեր, գոհություն ու շնորհակալություն, որ ինձ պարուրեցիր քո սիրով, զորացրիր քո խոսքով և առաջնորդեցիր քո Սուրբ Հոգով։ Տեր, գոհություն ու շնորհակալություն քո Որդու համար, Տեր, գոհություն ու շնորհակալություն քո Սուրբ Հոգու համար։ Այս երկու խոսքերի մեջ է պարփակված ամբողջ գոհության ու շնորհակալության միտքը Աստծո հանդեպ։ Համարձակություն ունեմ մոտենալ Աստվածածին գահիդ, Հիսուսի բացած նեղ արահետով, խնդրելու և ստանալու համար ամեն ինչ, ինչի կարիք որ ունեմ, իմ Տեր։ Տիրոջ խոսքը երկսայրի սուր է, Տիրոջ հոգին կնքող հուր է, Տիրոջ արյունը մաքրող ջուր է։ Հայր, Որդի և Սուրբ Հոգի, փառք ձեզ երկնքում, փառք ձեզ երկրի վրա, փառք ձեզ տիեզերքում, փառք ձեզ ամենուր։ Աստվածային սերը անսահման է, Աստվածային սերը երբեք չափման միավոր չունի, Աստվածային սերը միշտ հաղթող է, երբեք չի պարտվի, Աստծո ամենամեծ հաղթանակը Հիսուսի հարությունն էր, Հիսուսին երկրի վրա ուժ ու զորություն տվողը դա աստվածային սերն էր։ Տիրոջ փառքի համար, Տիրոջ գործի համար քայլում ենք առաջ, չկա մեզ նահանջ, Տիրոջ փառքի համար, Տիրոջ գործի համար քայլում ենք քաջ-քաջ, մեր Տիրոջմով հաղթանակած։ Սիրելիս, վարվիր իմաստությամբ, մարդ կա, որ այս աշխարհի համար է աշխատում, մարդ էլ կա այն աշխարհի համար է աշխատում, իմաստունը նա է, ով գլխի է ընկել, թե ինքը որ աշխարհի համար է աշխատում։ Տեր, քո մեծ ու անսահման սիրո օվկիանոսում իմ սերը մի կաթիլ է ինչպես ծովում, Տեր, քո մեծ ու անսահման սիրո տիեզերքի հետ համեմատ իմ սերը մի երկրի մեծության չափ է։
Տերը մեծ սիրով է քեզ սիրում, ուրախությամբ լվանում քո վերքերը, մաքրում է քո մեղքերը և չորացնում քո աչքերը։ Հարսի պես առած ես սիրո թևեր, քո օգնությամբ իմ Տեր, ճախրում եմ ես երկինքնի վեր և վայելում քո անսահման մեծ սերը։ Ի գիտություն հավատացյալներին Հիսուսը հաղթել է դևերին, Հիսուսը հաղթել է ցավերին, Հիսուսը քանդել է մեր կապանքները, Հիսուսը քանդել է թշնամու գահերը, Հիսուսը քանդել է մեր շղթաները, Հիսուսը քանդել է թուղթ ու գրերը։ Տեր, ինձ սկզբից էլ ստեղծել ես, ճշմարտության համար պայքարող, չարին դեմ կանգնող, ստին մերկացնող, խեղճին թիկունք կանգնող։ Օգնեք մարդկանց և մի վախեցեք, տվեք առատաձեռն ու շատերի համար կյանքի աղբյուր դարձեք։ Տեր, օգնիր քո աստվածային խոսքով շարժվեմ, որպեսզի սխալների առջև չկանգնեմ։ Տեր, օգնիր քո աստվածային խոսքին ենթարկվեմ, որ քո հոգսերի մեջ չկորչեմ։ Տեր, օգնիր քո աստվածային խոսքով գնամ, որպեսզի դժվարությունների չհանդիպեմ։ Տեր, օգնիր քո աստվածային խոսքին հնազանդվեմ, որ հաջողություն ունենամ։ Մարդկանց լեզվին մի նայիր, մարդկանց սրտին մի նայիր։ Մարդկանց լեզուն ու սիրտն էլ որպես մարմնի օրգաններ արտաքնապես իրար նման չեն։ Դրա համար էլ Աստվածաշնչում Տերը ասում է. «Ես նայում եմ մարդկանց սրտին»։ Մարդիկ լեզվով կարող են շատ բաներ խոստանալ և չանել։ Դրա համար պետք չէ ամեն ասածների հավատալ։ Երբ ասողը կանի իր խոստումը, նոր հավատա այդ մարդու խոսքերին, և այնտեղից էլ կպարզվի, թե ով է անողը և ով չանողը։ Աստծո կողմից ասված բոլոր խոսքերին հավատա, քանի որ նա միշտ կատարում է։ Մարդկանց խոսքերին ու համբույրներին մի խաբվիր։ Հուդան էլ Հիսուսին համբուրելով դավաճանեց. Եթե մարդ մեղք է գործում, ապա հանդիմանիր իրեն այդ գործած մեղքի համար։ Երբ որ քեզ մոտ է, որպեսզի դու իր հետ համամիտ չլինես այդ գործում ու իր հետ չմասնակցես այդ մեղքին, եթե լսեց քեզ, լավ է, իսկ եթե չլսեց, ուրեմն միայն ինքն է պատասխանատու այդ մեղքի համար։ Ինչպես գիտենք, տարբեր ծառեր տալիս են տարբեր պտուղներ, և այդ պտուղները իրենց արտաքին տեսքով նման չեն ծառին։ Այդպես էլ մենք ծնողներս պետք է մեր երեխաներին ընդունենք այնպիսին, ինչպիսին որ իրենք ծնվել են։ Նրանք նման են իրենց, քանի որ Տերը ամեն մեկին յուրօրինակ է ստեղծել։ Պտուղը նման չէ ծառին, քո երեխան էլ նման չէ քեզ, ընդունիր նրան այնպես, ինչպես որ կա։ Ով ուզում է կռիվներ լինեն, այդ մարդը լցված է ագահության մոլուցքով, շահամոլությամբ, որպեսզի տիրանա ուրիշի ունեցվածքին։ Իսկ Տիրոջ պատվիրանների մեջ Տերը մեզ խրատում է. հարևանիդ ոչ մի բանին մի ցանկանար։ Աստծո գիրը ջնջում է մարդու կողմից գրված թուղթու գիրը, քանի որ գրված է. գիրը սպանում է, հոգին ապրեցնում, իսկ Աստծո գրածը հոգով է։ Հիսուս, դու քո հարությամբ մեզ ազատեցիր մեղքից, հիվանդության անեծքից փրկեցիր։ Աստված կարող է երկնքից ոսկի, թանկագին քարեր ու ուրիշ շատ հարստություններ թափել մեզ վրա, բայց չի անում, որ մենք սովորենք ազատվել ծուլությունից ու ինքնուրույն ստեղծենք մեր ձեռքերով, քանի որ երկրի վրա կան բոլոր պայմանները մեր ապրելու համար։
Նաև այդ հարստությունները երկրի վրա էլ կան։ Տերը ուզում է, որ մենք ազատ լինենք ագահությունից և ուրիշ շատ բաներից։ Աշխարհիս երեսին կան նաև շատ անարդար բաներ։ Մեծ գնով գնվեցաք, մարդկանց ծառաներ մի եղեք։ Առաջի Կորինթացիներ 7:23։ Երբեմն ճիշտ չէ ամեն սովածի կերակրելը։ Կերակրում ես, ուժ է առնում և քեզ ծեծում։ Մարդ կա, օգնում ես, արդարացնում, հետո քո հանդեպ անարդարություն է անում։ Աղքատին օգնում ես, որ հարստանա, հարստանալուց հետո քեզ է թալանում։ Մարդ կա, որ օգնում ես վերև բարձրանա, բարձրանալուց հետո քեզ ներքև գցում։ Ուստի սիրելիս, ուշադիր եղիր, արժանիի համար ես անում, թե անարժանի։ Սատանան էլ Աստծու հանդեպ իրեն անարժան պահեց, մինչև անգամ նրա գահին հավակնեց նստելու։ Ցավոք սրտի, նույնն էլ մեր օրերում է։ Մեր մեջ մարդիկ կան, որ սատանայական մտածումներ ունեն և նույն ձևով են մտածում ու վարվում։ Տերն ասում է. ոչ փողի հետև վազեք, ոչ դեղի հետև վազեք, այլ Աստծո ու նրա խոսքի հետև վազեք, որ բժշկվեք ու փրկվեք, որովհետև ես եմ քո Աստվածը և քո բժիշկը։ Ելից 15:26։ Սուտը միշտ դատված ու դատապարտված է, իսկ ճիշտը միշտ հաղթանակած է։ Դա Աստվածաշնչում է երևում Հիսուսի և սատանայի գործերից։ Սուտը ելավ երկրից, վարաքեց երկիրը մեղքով։ Ճշմարտությունը Հիսուսը իջավ երկնքից և մաքրեց իր արյունով։ Աստծո խոսքը վեճի համար չէ, որով քանդվում է, այլ սովորելու համար է ի շինություն Աստծո գործին։ Ջահելանում ենք, սիրելիս, ջահելանում ենք նորից, Սուրբ Հոգին է մեզ գործակից, մխիթարական խոսք հավատացյալների հակառակ, պարույր սևակ ասածի խոսքին։ Երկրի վրա եղած բոլոր տեսակի կախվածությունները մարդ արարածին տանում են դեպի կործանում, իսկ Աստծո և նրա խոսքի հանդեպ ունեցած կախվածությունը դեպի փրկություն։ Մարդը հարկ եղած դեպքում պետք է կորցնի և հեռանա բոլոր կեղծ ընկերներից, հանուն իր միակ ու ճշմարիտ ընկերոջ։ Եթե այդպես չվարվի, ապա ինքն էլ նույն կեղծ ընկերների նման կդառնա։ Բերանով ասելն ավելի հեշտ է, քան խոսքով կատարելը։ Երանի նրան, ով խոսքով կկատարի։ Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, երկնքի և երկրի Տեր իմաստուն Աստծուն։ Տերն ինձ տվել է իր խոսքի զորությունը և իմաստությունը գրպանից հանելու ու ճակատին զարկելու համար, թե հավատքի, թե քաղաքականության, թե կյանքի մնացած բոլոր բնագավառներում։ Ասում է Աստված, և քո դեմ դատաստան ելնող ամեն լեզու պիտի դատապարտվի։ Տիրոջ ծառաների ժառանգությունը ու նրանց արդարությունը ինձանից է։ Եսայի 54:17։ Ունեմ Աստված զորավոր, որ ինձ տվեց իր խոսքերը թևավոր։ Ով կհասկանա ցաված սիրտ ունեցողին ու երեխա կորցրած ծնողին, եթե ոչ Հայր Աստվածը, որ իր որդու չարչարանքներն ու մահը տեսավ խաչի վրա, բայց փառք իրեն ու իր մեծ զորությանը, որ կենդանացրեց մեր Հիսուս Քրիստոսին ու նրա միջոցով էլ բոլոր մահացածներին դեպի հավիտենական կյանք է բերում։ Աստվածային ընտանիքումդ ծնվեցի, աստվածային խոսքովդ սնվեցի, աստվածային հոգովդ մկրտվեցի։ Հիսուս, արյունդ, որ թափվեց խաչի վրա,
Հենց այդ արյան կարմիր գույնով ինձ հետ ուխտ գրեցիր։ Ինչու Աստված մեզ նման չի մտածում չար մարդկանց պատժելու մասին, քանի որ մենք մարդիկս զգացմունքներով ենք շարժվում, իսկ Աստված շարժվում է սիրով, բարությամբ և գթությամբ։ Մարդ արարած, քո ամբողջ հույսը դիր Աստծո վրա։ Բժիշկները ամեն օր մի բան կասեն, ու դրանք փոփոխվող խոսքեր են, իսկ Աստծո խոսքը հաստատուն է, որ երբեք չի փոխվում, ինչպես ինքը նույնն է երեկ, այսօր և հավիտյան։ Հավատքի մեջ, ովքեր բաց են թողնում ապաշխարության ժամանակը, կորցնում են հավիտենական կյանքը։ Ովքեր բաց են թողնում Հիսուսին ճանաչելու ժամանակը, կորցնում են ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։